Վերջերս Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ «Թռիչք անդունդի վրայով» փաստավավերագրական ֆիլմի շնորհանդեսը։ Հանրության դատին հանձնվեց ազգային ազատագրական պայքարում մեծ ներդրում ունեցած լեգենդար Արաբո Ջոկատի անցած մարտական ուղին, որն ուղեկցվել է հաջողություններով, նաև անդառնալի կորուստներով։ Ֆիլմի շնորհանդեսին ներկա էին զորահրամանատարներ, կամավորական ջոկատների հրամանատարներ, ազատամարտիկներ, զոհվածների հարազատներ, հասարակական քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ։ Մինչ ֆիլմի ցուցադրվելը մեծ հայդուկապետ Արաբոյին նվիրված երգի կատարմամբ հանդես եկավ Զորավար Անդրանիկ Համույթը։ Բացման խոսքով հանդես եկավ դերասան ազատամարտիկ Ամիրյան Գալստյանը, բեմ հրավիրվեց կինոռեժիսոր Սամվել Թաթևոսյանը։ Ելույթ ունեցողը կարևորելով «Թռիչք անդունդի վրայով» ֆիլմի նորամուտը հավելեց. Ձեր առջև ներկայանում է մի կտավային աշխատանք, որ ռեժիսորը տքնել է 16 տարիների մեկիկ հավաքագրելով այն բոլոր փաստաթղթերը, որ ներկայացնում է Արաբո Ջոկատի անցած ճանապարհը նահատակներին եւ պիտի ասեմ նաեւ դժբախտաբար այն տղաները, որոնք ողջ մնացին եւ մեր դժվար շփոթ օրերում հայտնվեցին նաեւ բանտերում, ցավով այս մասին բարձրաձայնել է ռեժիսորը եւ չտալով հասցեատեր, պատասխանատու եւ ոչ մեկի անունը։ Ահա այսպիսով հայ հանրության աչքին ուշադրությանը ներկայանում է մի հրաշալի ֆիլմ, փաստավավերագրական ֆիլմ, որին դուք անկասկած հիմա մի քիչ հետո մասնակիցը կլինեք, եւ այն բոլոր արշավանքները, որ կատարվում է մեր հանդեպ մշակութային կամ այլ բնույթի արշավանքները, այս Ռուբեն Հովհաննիսյանի աշխատանքը մի հակառակ նետ է։ Մի հակառակ նետ է այն բոլոր նկարտումներին, որ Հայաստանը նայում է իբրև արշավանքի եւ հոշոտման կենտրոն։ Այս ֆիլմով հեղինակը ցույց է տալիս, թե մենք ինչպիսի հերոսական, ինչպիսի նժդեհյան հոգի եւ հոգեբնված ուրեմն մարտիկներ եւ խիզախ հերոսներ ունենք։ Սայաթ Նովա աշխուղական համույթի ղեկավար, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, հանրաճանաչ երգիչ Թովմաս Պողոսյանի խոսքն անչափ հուզիչ էր։ Իր ելույթում Նիկոլ Դուման Ջոկատի հրամանատար Ալբերտ Բազեյանն անդրադարձավ ոչ միայն հաղթանակներին, այլև ցավալի կորուստներին, ապա իր երախտագիտությունը հայտնեց ֆիլմի ստեղծագործական կազմին։ Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թաթևոսյանը, կոմանդոսը, ելույթ ունենալով նշեց, որ պատերազմական տարիներին ուսուսի տված միասին պաշտպանեցին հայրենիքը եւ ազատագրեցին Արցախը։ Բեմահարթակ են հրավիրվում ստեղծագործական խմբի անդամները։ Նրանք մանրամասներ են ներկայացնում ֆիլմի ստեղծման նախապատմության եւ ընթացքի վերաբերյալ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորից, որ այսօր եկել եք միասին կինոդիտմանը։ Ուզում եմ խոնարհվեմ բոլոր անհայտ կորած ազատամարտիկների հարազատների առաջ եւ բոլոր ազատամարտիկների, ովքեր գտնվում են դահլիճում։ Շնորհակալություն ձեզ բոլորից։ Լավագույն մարտական ֆիլմ անվանակարգում ստեղծագործական խումբն արժանանում է Ազդարար ամսագրի մրցանակին։ Այն հանձնում է ամսագրի խմբագիր Մարտին Սարգսյանը։ Լավագույն մարտաֆիլմ Ազդարար ամսագրի կողմից հանձնել մեր Հարություն Շմավոնյան մրցանակը Վերսիելի Ռուբենին։ Հունիսի 25 ժամը 10:33 րոպե։ Ելույթների ավարտից հետո ցուցադրվում է «Թռիչք անդունդի վրայով» ֆիլմը, որը բազմաթիվ հուզումնալից պահեր է պարգևում դիտողներին։ Շամոյ Սարգսյան։ Ֆիլմի ցուցադրումից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն, ինչը հնարավորություն տվեց ներկաներին կիսելու ֆիլմից ստացած տպավորությունները։ Ֆիլմն արդեն իսկ ցուցադրվել է մի շարք հեռուստաալիքներով եւ արժանացել հեռուստադիտողի գնահատականին։ Իսկ մեր հյուրը նույնպես
ազատամարտի մասնակից է, որը ինչպես մեզ մի քիչ առաջ ասեցին, մի ձեռքում ունեցել է հրացան, մյուս ձեռքում տեսախցիկ եւ նկարահանել է թռիչք անդունդի վրայով վավերագրական ֆիլմը։ Եվ այս ֆիլմը, որ ինձ համար իհարկե շատ թանկագին ֆիլմ էր, որտեղ յուրաքանչյուր մարդ, ով որ նկարել է պատերազմը մեր Ղարաբաղյան պատերազմի գոնե 2 կադր, ինձ համար դա շատ թանկագին մարդ է։ Որտեղ ես գիտեմ, թե ինչ բան էր պատերազմը, ինչ ահավոր վիճակների մեջ էին գտնվում օպերատորները, որոնք նկարում էին, որտեղ վտանգը շատ մեծ էր։ Եվ անձնազոհ կերպով իրենք աշխատել են, եւ հատկապես որ այն ժամանակ այդպիսի կամերաներ չկային, որպես հիմա փոքր եւ այլ, դուք նկարում եք երևեն VHS-ներով, եւ նկարանման ժամանակ դուք կտեսնեք, թե ինչպես է, այ մենք տեսնում ենք, որ կրակը որտեղից է գալիս, բայց մարդը նկարահանում է։ Մենք որտեղ շատ լավ ճանաչում ենք, որը սարքած կադր է, այդպիսի նյութեր էլ կա նկար, իսկ որը հենց նկարված է պատերազմի ժամանակ։ Խոսքը գնում է շատ հայտնի մեր ժողովրդի կողմից, բոլորի կողմից սիրված արաբո զինվորական ջոկատի կամավորական ջոկատի մասին է խոսքը գնում։ Եվ առաջի օրվանից փաստորեն, առաջի օրվանից մինչև վերջի օրը մարդը նկարահանել է այդ ուրեմն արաբոյի ուրեմն զինված ջոկատները։ Ռուբեն ջան, դու ինչպես եղավ, որ դու ընկար այդ ջոկատին ու սկսեցիր նկարել, այ դա է հետաքրքիր։ Երբ ազգային զարթոնքը սկսվեց, մտածում էինք, որ ջոկատը գնալ։ Բայց դու նկարում էր այդ ժամանակը։ Չէ, չի նկարում։ Ես մասնագիտությամբ ռեժիսոր եմ եղել, չեմ նկարել։ Կարելի ասել օպերատորություն այնտեղ եմ սովորել, պատերազմի ընթացքում։ Ես ինքս էլ կամերա չեմ ունեցել։ Խնդրում էի տղաներից, ասում էի տալու եմ ծնունդ նկարելու, թե չէ երևի չէին տա։ Այդ է, ինչքան ճարել եմ կամերա, տարել եմ, նկարահանել եմ։ Լավ ընկերներ ես ունեցել, որ բավականին շատ ես նկարել։ Ասեմ, մեկն էլ Սամվել Թադևոսյանն էր, որ ինձ կամերա էր տրամադրում, տանում էի, նկարահանում էի։ Այդպես։ Էմոյացիա, ես ուզում եմ ասել, որ օպերատորները, որոնք նկարահանել են, հələ ֆիլմ չէ, իրենք նկարահանում են նյութեր, իրանք պակաս հերոսներ չեն, այն ազատամարտիկների հետ հավասար իրանք մասնակցել են պատերազմի։ Եվ գիտեք ինչն է ցավալի, ինձ համար շատ ցավալի է, որ այդ օպերատորները, ռեժիսորները, որոնք մասնակցել են պատերազմին, այսօր անտեսված են։ Որոնք ես կարծում եմ մեր պետությունը առանձին շքանշան պետք է հիմնադրի հենց այդ պատերազմը նկարողների համար, որովհետև իրանք նույն կռվող տղաներից են։ Իսկ կինեմատոգրաֆիստների միությունը կարող է պաշտոնապես այդպիսի առաջարկով հանդես գալ։ Արդեն եկել ենք։ Ֆիլմում կա պատմություն այն մասին, թե ինչպես է արաբոն դատավարության մեջ հայտնվել։ Ինչ ավարտ ունեցավ դա։ Դե վերջում պարզվեց, որ դա Սարքովի գործ էր, վերջում բոլորին ազատեցին։ Դա որ թվականներին էր։ 94, 95 մինչև 97 թվականը։ Դե ես Եվ ասեմ, կներեք, ասեմ, որ իմ նկարահանած ֆիլմերի հերոսները կարծես արդեն ավանդույթ էր դարձել, բոլորը այնտեղ հերոս էին ու գալիս էին այստեղ դատում էինք։ Մինչև հիմա էլ տենում ենք, ես նույնիսկ նկարահանել եմ խաղաղության պահերին, այդ տղաները, որ դատավարություն եղել է, դա եղել է խաղաղության տարիներին արդեն։ Միշտ կապը կա նկարես, թե հիմա այդ տղաները, որոնք կռվել են, իրանց արյունը թափել են, հիմա ինչի են հասել։ Այդ դրա մասին էլ շատ հետաքրքիր բան է։ Եվ մի հարց եւս, ով է տեքստի հեղինակը ֆիլմի։ Ֆիլմը սցենարը համահեղինակ ունի, ես եմ սցենարը գրել եւ Հովիկ Վարդումյանը, ինքն էլ ազատամարտիկ է, մասնակցել է պատերազմին, Դավիթ Բեկ ջոկատից է եղել։ Միասին ենք տեքստը մշակել, քանի որ ես էլ լավ ծանոթ եմ, ես ինքս եղել եմ այնտեղ։ Երբ ասեմ միջև այս հաղորդումը մեր գնա, արդեն շնորհանդեսը լինելու է ֆիլմի, որովհետև կինո Մոսկվայում ուրեմն մեծ ցուցադրում է լինելու։ Դե ինչ բարեկամներ, դիտենք Թռիչք անդունդի վրայով ֆիլմը, մի ֆիլմ, որտեղ մենք տեսնում ենք, թե ինչպես մեր ազատամարտիկները քայլել են անդունդի եզրով, բայց չեն գլորվել անդունդը, ընդհանրակ դրան թռիչք են կապել անդունդի վրայով եւ մեր հաղթանակները կոփել են նաեւ այն ժամանակ։
Ֆիլմի հեղինակների նախաձեռնությամբ այն ցուցադրվել է մայրաքաղաքի մի շարք դպրոցներում եւ բուհերում։ Ֆիլմի վերաբերյալ իրենց կարծիքներն են հայտնել հանրապետության ճանաչված արվեստագետներ, կինոռեժիսորներ եւ կինոքննադատներ։ Ֆիլմը մեզ համար հայտնություն էր եւս մեկ անգամ բարձրաձայնելու մեր տղաների մասին, արցախյան ազատամարտի մասին եւ իհարկե մեր հայ ժողովրդի հերոսության մասին։ Դժվար էր մեզ համար հատկապես մայրերի, այրիների համար տեսնել դա, բայց համենայն դեպս մենք մեծ երջանկություն ապրեցինք նորից տեսնելով կենթանի թեկուս կինոյում, թեկուս այսպես նկարահանված մեր երեխաներին, տեսանք եւ իհարկե կարծես թե նոր տարյա նվեր լիներ մեզ դա, որ իսկությունը ասենք, իրոք շատերս խոսեցինք իրար հետ եւ այդպես բացատրվեց։ Ես կարծում եմ մանավանդ այս կինոնկարը ցուցադրելուց հետո մեր իշխանության ներկայացուցիչները, բարձրաստիճան իշխանության ներկայացուցիչները պետք է ըստ արժանավույն գնահատեն եւ պարգեւատրեն մեր տղաներին։ Շնորհակալություն ենք հայտնում ֆիլմի նկարահանողներից, որ նման ֆիլմեր են նկարել մեր տղաներին, որովհետեւ 16 տարի մեր տղաները չկային եւ չէին երևում։ Ֆիլմի ցուցադրումից հետո որ բոլորը իմացան որ նման կռիվներ ա եղել արաբոյ տղաները ինչ բաների կռիվների մեջով են անցել եւ զոհվել են բոլորը միասին Թռիչք անդունդի վրայով սա մեր պատմությունն է որ սկսվեց 1988 թվականից եւ շարունակվում է առ այսօր եւ եթե 88 թվականի այդ միական միաբռունցք հզոր եւ հայրենաշեն, հայրենիքի գաղափարով տոգորված գաղափարները չլինեին, որի շուրջ համախմբվեցինք, մենք այսօր ոչ Ղարաբաղ կունենայինք, ոչ կունենայինք ազգային ազատագրման ծրագրեր եւ ոչ էլ այսպես հեղինակություն ունեցող երկիր կլինենք աշխարհի երեսին։ Ես ֆիլմը դիտեցի ներքին լարվածությամբ, որովհետեւ ուրիշ բան է իրականությունը ներկայացնող լրատվությունը ուրիշ բան է բուն իրականությունը, որը ֆիլմը ճշգրտորեն ցույց է տալիս քեզ։ Այն ամենը, ինչը որ ցուցադրվեց, դեռ ամբողջը չէ այդ ջոկատի հետ կապված, եւ ռեժիսորը Ռուբեն Հովհաննիսյանը մտադիր է նկարահանել ֆիլմի երկրորդ մասը, որը ավելի որը կընդգրկի այս ֆիլմից դուրս մնացած հատվածներ, ինչպես նաեւ այլ նյութեր։ Այս ֆիլմը գալիս է վերստին մեզ ասելու, որ մենք պետք է նմանվենք մեր հերոսներին, որ մենք այս համաշխարհայնացման գործընթացների մեջ երբեմն տանուլ ենք տալիս մեր ազգային կերպը, կռվում ենք հողի համար, կռվում ենք հայրենիքի համար, բայց կորցնում ենք մեր ազգային դիմագիծը։ Այս դեպքում առաջանում է զարուրելի մի հակասություն, հայրենիքի ազատագրում, բայց արտագաղթ, հայրենիքի ազատագրում, բայց հոգևոր դատարկություն, հայրենիքի ազատագրում, բայց բարոյական անկում, մինչդեռ պետք է հակառակը լիներ։ Ահա այս կարգի ֆիլմերը պետք է գան, որպեսզի մեր ժողովրդի մեջ, նաև մեր մտավորականության մեջ բարձրացնեն այդ ազգային արժանապատվությունը։ Մեկ առ մեկ ցույց տան, թե ովքեր են հերոսները, ինչ ճանապարհ են անցել, ինչպես են անցել, եւ այդ արյունոտ ճանապարհին իրոք ովքեր են եղել հերոսները։ Այս ֆիլմը արժանի ֆիլմ է, լավ ֆիլմ է, անհրաժեշտ ֆիլմ է, եւ ես դալիճում լինելով նաեւ զգացի այն խոր շնչառությունը, որ ապրում էին ներկաները, հարազատները, ցավով, հուզմունքով, ներքին վրդովմունքով նաեւ ներքին արժանապատվությամբ, որովհետեւ իրենց որդիների մասին էր այս ֆիլմը։ Ես պիտի ասեմ, որ շատ կարևոր նշանակություն ունի այս ֆիլմը եւ պիտի ցուցադրվի լայն ցուցադրման հնարավորություններ ստեղծեն, որովհետեւ տեսեք մենք այդ ֆիլմը մի քանի անգամ դիտել ենք եւ շատ հուզիչ ֆիլմ է, շատ փաստավավերական ֆիլմ է, հենված է բոլոր փաստերի վրա, բայց էլի լայն տարածում չունի հանդիսատեսին ծանոթացնելու այդ մեր ողբերգական օրերի եւ վիճակի մասին։ Այն ողբերգություն էր այնուամենայնիվ չէ։ Այդ ընթացքում էլ մենք նորից ճաղաքին զոհեր տվեցինք։ Ինչու այդ ես չգիտեմ ինչպես արտահայտել նույնիսկ, ինչու դա պետականորեն չպիտի ցուցադրվի կինոդահլիճներում։ Պետականորեն ինչու չպիտի ցուցադրվի։
ինչից ենք մենք ուզում, ոնց ենք թաքցնում, որ մենք ունեցել ենք այդպիսի ողբերգական օրեր, այդպիսի վիճակ ենք ապրել, հասկանում եք, ոչ չի որ ժողովուրդը ոչ բոլորն են որ գիտեն իսկապես այդ ինչ վիճակ է եղել, ինչ օրեր են եղել, Եվ դժբախտաբար ասեմ, թե բարեբախտաբար ասեմ, բարեբախտաբար այո, Ռուբենի հայտը փայլուն հայտ է եւ շատ կարեւոր հայտ է, հասկանում եք, եւ այնպես պիտի արվի, որ այս ցուցադրումը ոչ թե մեկ անգամ լինի, այո, սա պիտի եւ ոչ միայն մայրաքաղաքում լինի, սա պիտի գնալ Կիրովական, Լենինական, չգիտեմ, Արցախ եւ այլն պիտի տարվի ցուցադրվի, սա այն բանն է, հասկանում ես, որ ինքդ պիտի տանես քեզ ցուցադրել տաս եւ խնդրես, որպեսզի դահլիճ տրամադրեն, բան դժբախտաբար եմ ասում, բայց միայն այդպես կարելի է լայն դիտարկումներ կազմակերպել։ Ռուբոյի պրեմիերայի ժամանակ ֆիլմի Թրիշկ անդունդի վրա ուրեմն մի հատ տարեց մարդ կար դողդոջում, անկախ իմ կամքից մի քանի անգամ խաչվեց իմ հայացքը իրան, ասենք, որ գալիս է, հետո ձեզ որ ուղեկցեցի նստելու, հետո դուրս եկա, մինչև սկսվելը ասում էի, բանը, շուշուտ մտեկներս եւ այլն, ուրեմն 2-3 անգամ, բանից հետո էլ, ֆիլմի դիտումից հետո էլ, իրան տեսա, ընենց մի հարազատ բան կար մեջը, իրա, հաստատ անծանոթ էր, Արման Խրիստավորի, բայց ու ֆիլմից հետո որ տեսա աչքերը թաց ինքը առավել դողդոջում ու սպասեց որ այն կանա այդ բոլորը են դժվար քայլում էր բաների ես հասկացա որ իրա մեջ մի կարևոր բան կար մոլորված եկավ այդ ֆիլմի մեջ ինքը գտավ որտեղ անընդհատ բան էր փնտրում ինքը անընդհատ իսկ ֆիլմից հետո ինքը խաղաղված էր ավելի դողդոջում էր որտեղ մեծ էմոցիա էր ստացել կալորիա էր ստացել ֆիլմից, տեսակ ինքը լուրջ կտավային ֆիլմ է, բայց այն որ գտել էր հոգու բավարարվածությունը, իրան խաղաղության էր բերել։ Ես ուզում եմ ձեզ ներկայացնել մի հրաշալի մարդու, Արաբո ջոկատի ազատամարտիկ կինոռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանին, մարդ, ով իր մասնագիտությունը փոխանցված է շրջանի մասին է, այնտեղ փաստավավերագրական նյութեր են, ես փոխանցեմ խոսքը հեղինակին։ Բարև ձեզ տղեկ։ Ուրեմն ասեմ, որ ֆիլմը նվիրված է Արաբո, Արմավիր, Զեյթուն, Լեռնային Ղարաբաղի ջրաբերդի սովխոզագործություն այնտեղի թվերքի մասին, որոնք զոհվեցին, սկզբից համարում էին անհայտ կորած, բայց հետո պարզվեց, որ զոհվեցին եւ չնահանջեցին։ 92 թվականի դեպքերի մասին ապրումը, այն ժամանակ դեր բանակը նոր ոտքի էր կանգնում, դեր բանակը չկար, բայց կամավորները գնում էին, կային 12 տարեկաններ, 15 տարեկաններ, կային 40-50 տարեկաններ, կամավորներ էին, եւ իրենց միջև ոչ մի տարբերություն չկար, 18 թե 50 թե 40, նույնը ցանկանում են հիմա չլինի,